Երբ լրանում էին նրա օրերը աշխարհից վերանալու, նա որոշեց Երուսաղեմ գնալ և իրենից առաջ պատգամավորներ ուղարկեց։ Նրանք գնալով սամարացիների մի գյուղ մտան, որ նրա համար տեղ պատրաստեն, բայց նրան չընդունեցին, որովհետև նա Երուսաղեմ էր ուղղվում։ Հիսուսը հաստատ որոշեց գնալ Երուսաղեմ, իմանալով, որ խաչի տառապանքը սպասում է իրեն, բայց նա չընտրեց հեշտ ճանապարհը։ Հիսուսը իմանալով իր առաքելության գինը, իր հայացքը ուղղեց դեպի Երուսաղեմ։ Նրա ճանապարհը դեպի խաչ ոչ միայն զոհաբերության ճանապարհ էր, այլ նաև հաղթանակի։ Այս որոշումը ցույց է տալիս, թե Հոր կամքը կատարելու իր հաստատակամությունը և թե իր սերը մեղավոր մարդկության հանդեպ։ Ճշմարիտ հավատքը ներառում է ոչ միայն հնազանդություն, այլև հաստատակամություն, դիմակայելու բոլոր խոչընդոտներին։ Նա չխուսափեց իր ճանապարհից անկախ հանգամանքներից։ Տեր Հիսուս Քրիստոսի հաստատակամությունը մեզ սովորեցնում է, որ քրիստոնեական կյանքը հեշտ ճանապարհ չէ, բայց այն արժանի է ամեն զոհաբերության։ Տեր Հիսուս Քրիստոսի հաստատակամությունը մեզ ցույց է տալիս, որ Աստծուն հնազանդվելը պետք է լինի անվերապահ, անկախ հանգամանքներից։ Հիսուս Քրիստոսի կյանքի նպատակը ոչ թե մեր հարմարավետությունն էր, այլ մեր փրկությունը։ Նա չեկավ աշխարհ, որ մեզ համար կյանքը հեշտացնի, այլ որ մեզ ազատի մեղքից։ Երբ մենք նայում ենք խաչին, տեսնում ենք Աստծո փառքը իր արդարության, սիրո և ողորմության մեջ։ Այսօր մենք նույնպես կանգնած ենք մեր կյանքի Երուսաղեմի ճանապարհին և չպետք է տատանվենք դժվարությունների առջև։ Երբ որոշում ենք հավատքով քայլել, հանդիպում ենք դժվարությունների, բայց մեր վստահությունը պետք է լինի այն նույն Աստծո վրա, ում վստահեց մեր Տերը։ Տեր, ինձ ուժ տուր, որ հաստատակամ լինեմ քո կամքը կատարելու։ Սովորեցրու ինձ վստահել քո ծրագրին անկախ դժվարություններից։